կանխարգելիչ գործողություն։ Ի վերջո գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, որ միլիարդավոր դոլարների հետ են, այսպես ասած, գործ ունեցել։ Կանխարգելիչ քայլ անենք, միջև քրեական գործով կհիմնավորվեր այս մարդկանց մեղքը, թե ոչ։ Ես միգուցե այսպես ոչ իրավաբանական եմ նշում, բայց հասարակ քաղաքացու դեպքում անմիջապես սեկտը կփակեր, անմիջապես նախաքննական գործողություններ կանեն, նա վտանգավոր է, նա հանցագործ է։ Մինչդեռ այս մարդկանց դեպքում գնացինք այնքան եւ արդյունքում մարդիկ արդեն վաղուց լքել էին իմանալով իրենց գլխին ինչ է գալու։ Այս կանխարգելիչ գործողությունները մտահոգիչ է, որ այսօր շատ դեպքերում նախաքննական մարմինների իրավաբանները այդ կանխարգելիչ գործողությունների հետևից չեն գնում։ Միջև դեպքը չի լինում, միջև սպանությունը չի լինում, բայց միջև այդ ասում էր սպանելու եմ, մորթելու եմ։ Միջև չի լինում դեպքը, գործի չեն անցնում։ Այս սա է մտահոգիչը, պարոն Պողոսյան։ Նշեմ Տիկին Մանուկյան, ձեր հարցադրմանը փորձեմ այս կերպ պատասխանել։ Նախաքննական մարմինը կանխարգելիչ բնույթ կրող գործողություններ ընդհանրապես ես դա չեմ պատկերացնում ինչպես կարելի է քրեադատավարական օրենքի ընթացակարգերի շրջանակներում կանխարգելիչ ձեր մատնանշած տերմինաբանությամբ դարձյալ խոսեմ միջոցառումներ ձեռնարկել, որովհետև օրենքը պարզ է, օրենքը ըստ էության բոլորի համար մեկ է, որպեսզի նախաքննական մարմինը հնարավորություն ստանա անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից արգելելու վերաբերյալ պետք է ունենա համապատասխան դատավարական կարգավիճակ ունեցող անձ, տվյալ դեպքում մեղադրյալ, պետք է ունենա համապատասխան խափանման միջոց, տվյալ դեպքում բացակայելու արգելք եւ նոր միայն այդ իրավապայմանների արկայության պայմաններում է լիազորված քննիչը, որպեսզի արգելի սեկտով Հայաստանի Հանրապետությունից ելքը հակառակ պայմաններում եթե չունենա մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ բացակայելու արգելք նախաքննական մարմնի տվյալ դեպքում քննիչի գործողությունները կլինեն ապօրինի։ Ես մի հարցեր տամ գործընկերներին հնարավորություն տամ։ Դուք այն կառույցի ղեկավար նշանակվեցիք, որի նախկին ղեկավարին SMS-ի միջոցով հեռացեցին։ Մտավախություն չունեք SMS մի օր կամ մի օր մեյլով, օրինակ ասեմ պարոն Պողոսյան, շնորհակալություն, ցտեսություն ձեզ։ Տիկին Մանուկյան, ես այդ հարցին մի անգամ էլ այդ հարցը ուղեցին, այս հարցը տարբեր պաշտոնյաների այնքան է հնչել այս հարցը, անկեղծ եմ ասում, այս հարցին ես պատասխանել եմ եւ նույն պատասխանն եմ տալու։ Դուք լսել եք իմ պատասխանը։ Չեք լսել։ Որ չեք լսել, դե ստիպված նորից այդ պատասխանը կրկնեմ ըստ էության։ Յուրաքանչյուրս մենք պատրաստ ենք ծառայել մեր երկրին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարիքը կլինի։ Յուրաքանչյուր անգամ ցանկացած պաշտոն ստանձնելուց պետք է նաև պատրաստ լինենք այդ պաշտոնը լքելու անկախ ձևաչափից։ Իրավապահ մարմինների նկատմամբ ուժային կառույցի ղեկավարի նկատմամբ օբյեկտիվ է, հարգալից է, բարոյական է այդպես SMS-ով ասել շնորհակալությունը։ Դուք երկար տարիների ծառայության փորձ ունեք, պարոն Պողոսյան, դուք երկար տարիներ ուժային կառույցում եք։ Երկար տարիների ծառայության փորձ ունեմ, եւ եթե ես ինքս իմ աշխատանքով, վերաբերմունքով նույնիսկ զգամ, որ իմ հետագա պաշտոնավարումը աննպատակահարմար է, ես նույնիսկ չեմ սպասի այդ SMS-ին։ Ոնց եք իմանալու, պարոն Պողոսյան, որ Ես դա այ նշեց, չէ՞, փորձը։ Այդ փորձով ես կզգամ ու նաեւ ես ինքս իմ աշխատանքը կարող եմ գնահատել։ Պարոն Պողոսյան, երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում եւ ասաց, որ կառույցները իրավապահ մեկը մյուսի վրա է գցում պատասխանատվությունը եւ այդպիսով արդարադատություն Հայաստանում չի կայանում։ Հիմա օրինակ քննչական կոմիտեն արդյոք անում է ամեն բան, որ չձգձգի գործերը կամ իր գործառույթները ճիշտ կատարի, չուշացնի արդարադատությունը եւ տեղ հասցնի։ Հիմա շնորհակալություն ձեր հարցի համար։ Հիմա դուք ինձ դրդում եք, որպեսզի ես ինքնագովազդով զբաղվեմ։ Ասեմ, որ քննչական կոմիտեին իրականում այդ խնդիրը կա։ Եթե մենք ունենք այսօր քրեական վարույթներ, որ առնվազն 7 տարի, 8 տարի դեռևս նախաքննության փուլում են, ուրեմն խնդիր կա, չէ՞։ Մենք մեր խնդիրները առաջերտին պետք է հասկանանք, եթե մինչև խնդիրները չհասկանանք, այդ խնդիրները չվերհանենք, դրանց լուծման ուղղությամբ միջոցներ չձեռնարկենք, այդ վարույթները շարունակելու են առկա լինել։ Այսինքն, քանի դեռ կա տևական ժամանակ քննվող քրեական վարույթներ, որոնցով դատավարության մասնավոր մասնակիցները մեզանից արդարադատություն են ակնկալում, ուրեմն մենք այդտեղ անելիք ունենք։
Ես կիսում եմ։ Դատախազությանը, դատարաններին, դատավորներին որտեղ Ես առաջի հերթին մեզ եմ մեղադրում, ինքս այս համակարգում առաջի հերթին ես ինձ եմ մեղադրում, քանի դեռ կան այտենց վարույթներ եւ ինձնից կախված ամեն ինչ չեմ արել այդ վարույթների ընթացքը լուծել, ուրեմն առաջի հերթին ինձ եմ մեղադրում։ Պարզա չէ պատասխանը։ Բավարարված եք։ Պարոն Պողոսյան, ես շարունակեմ, քանի որ ձեր այսպես հանդիպմանը շատ երկար եմ սպասել, բավականին հարցերը շատ են կուտակվել։ Դուք անհետ կորածների ծնողների հետ արդեն երկրորդ հանդիպումն է ազգային ժողովում տեղի ունեցել եւ այդ հանդիպման ավարտից հետո ծնողները դուրս են եկել եւ բավականին դժգոհություն են արտահայտել։ Առաջին դժգոհությունը օբյեկտիվ էր ըստ էության, որովհետեւ դուք նոր եք նշանակվել կոմիտեի նախագահ, երկրորդ անգամ հնչեցեցին այսպիսի կարծիք։ Փնթի ջուր ծեծոցի էր այնտեղ, ինչ կատարվում էր եւ երկրորդ անգամ կրկին պարոն Պողոսյան ծնողները հնչեցնում են ձեր անունը, ինչու են դժգոհ ձեր աշխատանքից, ժամանակ էր տվել, գրեթե 1.5 ամիս անցավ։ Իսկ ինչ էին նշում, որ իմ անունը Ասում էին, որ ըստ էության ԴՆԹ-ների հետ կապված այդ խնդիրները կան, ինչու չեն օրինակ հրավիրում Արսեն Թորոսյանին։ Չէ, ես ուզում եմ հասկանամ իմ անունը ինչի հետ էին կապում։ Ասում են, որ ըստ էության եկել էին, որ պետք է ասեին, ինչ են արել, ինչ չեն արել, փաստացի ոչինչ չի արվել, փնթի աշխատանք էր։ Այսինքն դուք այդ օրը ինչ հավաքվել էիք 1.5 ամսվա ընթացքում, որ ցույց տայիք, որ ինչ էիք արել, ծնողները դժգոհ գնացին։ Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես նշեմ, որ որևիցե կերպ, որևիցե անգամ չեմ փորձում ըստ էության արդարացնեմ որևիցե քննիչի գործողությունները, անգործությունը եւ այլն։ Բայց առաջինը արձանագրենք, որ իմ նշանակումից ի վեր եւ նաեւ մինչեւ իմ նշանակումը քրեական վարույթներով հսկայածավալ աշխատանք է կատարված։ Քրեական վարույթը բաղկացած է հարյուրավոր հատորներից։ Այսօր առաջի հերթին պետք է արձանագրենք, որ բոլորս էլ գիտակցում ենք, որ անհայտ կորածների թվականակը կամ մինչև այդ այն անձինք, ովքեր որ համաձայնվել են տանեն իրենց երեխեքի մասունքները ուղարկավոր են, այս թիվը նվազել չէ եւ նվազել են չի արդյունքում, նվազել է նրա արդյունքում, որ քննիչները աշխատանք են կատարել, փորձակնություններ են նշանակել, գենետիկական տարբեր փորձակնություններ են նշանակել, այսինքն այս առումով արձանագրենք, որ քննություն կատարվել է։ Հիմա երկրորդ հարցը այն է, թե որքանով է գոհացնում այս քննությունը դատավարության այս կամ այն մասնակցին, սա այլ հարց է։ Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, բայց այնուամենայնիվ դարձյալ լինեն մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն դժգոհ են քննությունից, որովհետև դատավարության այն մասնակիցները, ովքեր որ դժգոհ են, միգուցե սպասելիքներն այլ են։ Փորձել եք հասկանալ ինչ է։ Ես ավարտեմ Տիկին Մանուկյան։ Ես նշեմ, որ հարյուրավոր դարձյալ նշանակումից հետո այս վերջի 3 ամսվա ընթացքում, 4 ամսվա ընթացքում հարյուրավոր քննչական գործողություններ են կատարվել եւ դարձյալ այդ քննչական գործողությունների արդյունքում եղել են նաեւ անձինք, ովքեր որ համաձայնվել են եւ ուղարկավորել են իրենց երեխաներին, բայց նաեւ այս ուղղությամբ դեռևս ունենք բազմաթիվ փորձակնություններ, որոնք ըստ էության իր եզրակացությունները չենք ստացել։ Ինչ վերաբերվում է ծնողների այդ որ դուք նշեցիք որակումները, որ ըստ էության փնթի քննություն է կատարում, ես չգիտեմ, դա հավանաբար կապված էր մի գրության հետ, ես երևի այդ կինը ես տեսել եմ այդ հարցազրույցը։ Մանրամասնեք ինչ գրության մաս։ Մի հատ գրություն էր, որտեղ որ քննիչը թույլ էր տվել տեխնիկական վրիպակ, որոշումը կայացվել էր, բայց գրության մեջ այլ անձի անունազգանուն էր գրել։ Որովհետև չէ, ծանուցելուց, որ գրությունը ուղարկում է որոշումը համապատասխան գրությամբ, գրության մեջ մոռացել էր նախորդ գրության մեջ նույն այլ անձի տվյալներ էր նշել եւ էսի դարավ քննարկման առարկա, որ փնթի քննություն է կատարվել, այսինքն էսի համարեցին վերաբերմունք քննիչի կողմից։ Նշեմ, որ այդ առումով քննչական կոմիտեում ծառայական քննություն է նշանակված, բայց այդ անձը, ով որ այդ գրությունը ստացել էր, ինքը լիարժեք ստացավ իր պատասխանը եւ բավարարված է, ինքը համոզվեց, որ դա ըստ էության տեխնիկական վրիպակի արդյունք էր։ Եվ կներեք, եւ մի գրության հիման վրա մատնանշել եւ որակել քննությունը որպես փնթի, Տիկին Մանուկյան կարծում եմ արդար չի։ 5 տարի է ծնողները սպասում են պարոն Պողոսյան։ 5 տարի մենք իրենց հետ փորձել ենք լրել մասնագիտական առումով, իրենք ինչ ասել են, մենք լրագրողներս որևէ ձայն չենք ասելու, որ իրենք
իրենց որևէ բան պետք չի ասել, բայց փաստացի 5 տարի է ծնողները կոնկրետ պատասխանների են սպասում ու չունեն այդ կոնկրետ պատասխանները։ Ես նաև նշեմ, որ Տիկին Մանուկյան պաշտոնավարումից ի վեր, չգիտեմ տեղյակ եք թե չէ, ես գրեթե ամենօրյա ռեժիմով ընդունում եմ անհետ կորած իմ ծառայողների ծնողներին կապ չունի, ես նոր նշեցի նաև իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, աշխատաժամանակը, օրվա ժամի տևողությունը, ցանկացած պահի, երբ որ ծնողները գալիս են, ես անմիջապես ընդունում եմ, լսում եմ իրենց բարձրացված խնդիրների լուծման հետ կապված ըստ էության հենց տեղում լուծումներ եմ առաջարկում եւ մեր ամենօրյա շփումը կա, կարծում եմ շփման պակաս չունենք, հետեւաբար այս առումով մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի փորձենք բարձրացված խնդիրները լուծենք հավուր պատշաճի։ 44-օրյա պատերազմի հետ կապված քրեական գործերի ընթացքը դուք ինչպես եք գնահատում, որովհետև այս առումով կան սպասելիքներ պատերազմի հետ կապված պատասխանատուների այն տեղեր, որտեղ մեծ պարտություններ կամ մեծ զոհեր են ունեցել, դրա հետ կապված մարդիկ սպասում են պատասխանների, իրավական գնահատականների։ Ինչ է։ Դուք եթե շնորհակալ եմ հարցի համար, դուք եթե ուշադրություն եք դարձրել մեր հրապարակումներին, մենք բազմաթիվ հրապարակումներ ենք տվել կապված 44-օրյա պատերազմի հետ կապված իրադարձությունների, մենք ունենք քրեական վարույթներ, որ բարձրաստիճան զինվորականների մասով քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ դատան են ուղարկվել։ Առանձին անհատական գործերին բերեք չանդրադառնամ, արարքներին, առանձին փաստական տվյալների չեմ ցանկանում անդրադառնալ, բայց մենք ըստ էության ուղղությունների ենք բաժանել քրեական վարույթը եւ այդ վարույթներով պատշաճ քննություն ենք իրականացրել։ Բազմաթիվ քրեական վարույթներ դուք տեղյակ եք, որ արդեն ուղարկվել է մեղադրական եզրակացությամբ դատան, ունենք արդեն նաեւ դատարանի մեղադրական դատավճիռներ, դուք գիտեք, տեղյակ եք, եւ դեռ արխիվում նաեւ քանի քրեական գործ կա։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, էդի դա գիտեք տասնյակ, եթե չասեմ, եթե վիճակագրությունն ա ձեզ պետք, կարող եք գրավոր հարցումալ, հիմա չեմ տիրապետում, բայց բազմաթիվ վարույթներ կան, այնտեղ տարբեր ուղղություններով բաժանված վարույթներ են ըստ էության, տարբեր ուղղությունների, նույնիսկ բաժանված ըստ էության շարքային անձնակազմ, պայմանագրային զինծառայողներ, սպայական անձնակազմ, բարձրագույն սպայական անձնակազմ, ամբողջապես տարբեր ուղղություններով քննություն են կատարել եւ առաջիկայում քրեական վարույթներ կան, որոնք որ դեռևս դատական հեռանկարի առումով վաղճանք ունենան, չեմ ուզում այս պահին կանխորոշեմ քրեական վարույթի ընթացքը, կարծում եմ այս առումով ճիշտ չի լինի։ Իմ վերջին հարցը, ես մինչև նիստերի դալիճը, մինչև նիստը կսկսվել, ես նկատեցի, որ քրեական պատգամավոր Արփի Դավոյանը ձեզ այդ բավականին այսպես մտերմիկ զրուցում էր եւ այլն։ Ձեր իսկ ղեկավարած կառույցում, պարոն Պողոսյան, քննչական կոմիտեում Արփի Դավոյանի վերաբերյալ քրեական վարույթ կա, որտեղ ինքը վկայի կարգավիճակ ունի։ Դուք քննչական կոմիտեի նախագահն եք, ինքը երկար ձեր այդ զրուցումը, այսինքն բանակցում էր, որ կարճեիք գործը։ Իրենք չպետք է մոտենան ձեզ։ Պարոն Պողոսյան, որտեղ յուրաքանչյուրը կարող է մոտենալ, ձեզ դուք ղեկավար եք ու հետագայում դուք նաև կաշկանդվածություն ունենաք իրենց նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելու կամ քրեական գործը ձեր ցանկալի ուղղությամբ անելու, որտեղ իրենք մտեն։ Հիմա կոնկրետ Տիկին Դավոյանի մասով քննչական կոմիտեում ես օրերս էի հարցումս ուղարկել եւ հարցման պատասխանը ստացել, որ նախաքննությունը շարունակում է, Տիկին Դավոյանը վկայի կարգավիճակ ունի։ Ինչ է ձեր համոզում այդ քայլը, պարոն Պողոսյան, որ կարճեիք։ Տիկին Մանուկյան, դուք նենց համոզիչ եք ձեր դիտարկումները ներկայացնում, զարմանում, քննիչներից եք սովորել։ Ես որևիցե տեսակի, որևիցե առումով, որևիցե անձից կաշկանդվածություն չունեմ, այս մեկ, ես չգիտեմ ինչ գործի մասին է խոսքը։ Ձեզ չասես Տիկին Դավոյանի այդ մասին։ Մենք գործով որևիցե կոնկրետ քրեական վարույթով կամ առանձին վարույթների վերաբերյալ որևիցե տեսակի, որևիցե քննարկում չենք ունեցել եւ չենք ունենալու։ Ինչ քննարկում ունեցել ենք, եղել է հրապարակային, դուք էլ այնտեղ նստած էիք, մեր քննարկումները այդ ձևաչափով են սահմանափակվել։ Ես կհետևեմ քննության։ Ես սպասել եմ ելքը որն է լինելու, պարոն Պողոսյան։ Բայց դուք ձեր խոսքով նշում եք, որ վկա, եթե անձը վկայի կարգավիճակ ունի, վկա մեկ քայլ է մեղադրյալը, բայց մեկ քայլը նաև կարճվել է գործը։ Այսինքն դուք մտածում եք, որ վկայից մեկ քայլ է, բայց դուք գիտեք, որ նոր օրենքով արգելվում է, եթե անձը փաստացի կասկածվում է, որպես վկա հարցաքնդել։ Գիտեք։ Դա չգիտեի։ Դե իմացա։ Բայց բոլոր դեպքերում ես կհետևեմ քննության ընթացքին։ Հարգելի լրագրողներ, ես անկեղծ եմ ասում, կներեք էլի, ես հասկանում եմ, ես հույս ունեմ, որ այն հրապարակային քննարկումների ժամանակ նաև
ձեր կողմից բարձրացվող բազմաթիվ հարցերին ես անդրադարձա, կներեք, խնդրում եմ մի հանգամանք չանտեսեք, որ ես մի քանի ժամ նիստում ելույթ եմ ունեցել եւ բնականաբար հոգնել եմ։ Ընդհանրապես վերջին հարցը։ Օրինակ, սպառնում է քաղաքացուն անձը, ես կտամ հետո այդ անձը ով է։ Լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ, դա սպառնալիք է թե ոչ, դուք պրոֆեսիոնալ իրավաբան եք։ Ես պրոֆեսիոնալ իրավաբան որպես պատասխանեմ, եթե դուք ասում եք, ընդունեք որպես սպառնալիք, լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ։ Տիկին Մանուկյան, անկեղծ որպես իրավաբան, ոչ թե որպես պրոֆեսիոնալ, այլ որպես հասարակ իրավաբան նշեմ, ցանկացած բառակապակցություն հնչեցնելը տարբեր իրադրություններում, տարբեր իրավիճակներում կարող է մի դեպքում ընկալվել որպես սպառնալիք, ընդ որում հանցակազմի տեսանկյունից շատ կարևոր է տուժողի սուբյեկտիվ ընկալումը, մեկ, թե լսեք ինչ։ Տուժողն ասում է ինձ այո, կսպան ինքը։ Գնացի հաղորդում է տվել պարոն Պողոսյան ջան։ Էդգար Ղազարյանը, ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի մաս։ Բայց ես ասացի իրադրությունը, ժամանակը, վայրը, դրանից առաջ տեղի ունեցող իրադարձությունները, մի հատ sense մի օրինակ բերեմ։ Ծնողը իր երեխուն, օրինակ, ինչ-որ նույն ձեր ասած բառակապակցությամբ, ինչ-որ արտահայտություն, դա դիտելու ենք սպառնալիք։ Նույնական դեպքերը չեն, ազգային ժողովի նիստերի դալիճում անձն ասում է, այո, ընդունեք սպառնալիք, լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ։ Ես սահմանափակվեմ այս առումով ձեր հարցին կարծում եմ պատասխանեցի։ Շնորհակալ եմ ձեզանից, անչափ հաջողություն։